Խաղաղության խորհուրդը ՄԱԿ չի դառնա, վստահեցնում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Եվրամիության անդամ որոշ երկրների մտավախությունները, թե Թրամփը խորհուրդն ստեղծում է որպես ՄԱԿ-ի փոխարինող, ուռճացված է համարում։ Եթե այդ մտահոգությունը օրինակ կա, որ սա փոխարինելու է հետագայում ՄԱԿ-ը, ապա հարց է առաջանում, թե ինչու հրավերները ուղարկվել են մոտավորապես 50 երկրների ղեկավարներին, այլ ոչ թե մոտավորապես 200 երկրի։ Դավոսում խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման ժամանակ Թրամփն ասել էր, որ իրենք համագործակցելու են ՄԱԿ-ի հետ, օգտագործելով նրա բազմամյա ներուժը։ ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի։ Ես հավատում եմ, որ այստեղ հավաքված մարդկանց ու ՄԱԿ-ի միավորումը յուրահատուկ բան կլինի աշխարհի համար, ոչ միայն Միացյալ Նահանգների։ Միացյալ Նահանգների և ևս 19 երկրների ստորագրությամբ Դավոսում ստեղծված խաղաղության խորհուրդը Թրամփի ընկած վարկանիշը բարձրացնելու նպատակ ունի, վստահ է Հովհաննիսյանը։ Միացյալ Նահանգներում այս տարի Սենատի ու մի քանի այլ ընտրություններ են լինելու։ ԱՄՆ առաջնորդն ուզում է բարձրացնել իր թիմի ռեյտինգը։ Սրանով է նաև պայմանավորված, որ ինքը անընդհատ խոսում է այդ Նոբելյան պրիզի մասին, որ իրան պետք է ներկայացվի, անդադար խոսում է նրա մասին, որ տարվա ընթացքում պարզվում է 365 օր ինքը ինչ-որ կոնֆլիկտներ է եւ խնդիրներ է լուծել եւ խաղաղություն է բերել աշխարհին, չնայած դա բավականին կասկածելի է։ Խաղաղության խորհուրդը, որ ստեղծվել է Գազայում պատերազմը վերջնական կանգնեցնելու ծրագրի շրջանակում, նպատակ ունի վերականգնել Գազայի հատվածում քանդված ենթակառուցվածքները։ Եվ այստեղ բարձ հարց է առաջանում, բա մենք ինչ կապ ունենք այդ ամեն ինչի հետ։ Հայաստանը ինչու պետք է ներգրաված լինի։ Ու ոչ միայն ներգրավված, Հայաստանի վարչապետը ընդունելով հիմնադիր անդամ դառնալու Թրամփի առաջարկը մեկնել էր Դավոս ու տեղ զբաղեցրել ԱՄՆ նախագահի կողքին։ Անգամ կադրեր էին տարածվել, ինչպես են նրանք զրուցում։ Ու Թրամփը աչքով է անում Փաշինյանին։ Ելույթում Միացյալ Նահանգների առաջնորդն ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն իր ընկերներն են դարձել, բայց այդ ընկերներից միայն Ադրբեջանի նախագահի հետ Թրամփը տետատետ քննարկեց թրիփը, Հայաստանի վարչապետի հետ առանձնազրույց տեղի չունեցավ։ Երևի WhatsApp-ի համարը կորցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ դա է պատճառը եղել, որ չեն կարողացել ժամանակին կազմակերպել հանդիպումը։ Իսկ իրականում միջազգայնագետի կարծիքով Թրամփի միայն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելը պարզ դիվանագիտական հաշվարկ էր։ Վաշինգտոնը կարծում է, որ Հարավային Կովկասում իր արտաքին քաղաքականությունն իրականացնելու առումով Ադրբեջանն է ավելի կարևոր։ Այնպես չի, որ յուրահատուկ ինչ-որ մոտեցում ունի Թրամփը Ալիևի նկատմամբ կամ Ադրբեջանի նկատմամբ, պարզ հաշվարկներ են իրականացվել եւ այդ պարզ հաշվարկների ժամանակ պարզվել է, որ Ադրբեջանն է այն պետությունը այս տարածաշրջանում, որը կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար։ Թրիփը նույնպես Միացյալ Նահանգների համար կարևոր է Հարավային Կովկասում իր դիրքերը ամրապնդելու իմաստով։ Իր նպատակը գլխավոր նրանում է, որ ստեղծեն այնպիսի օջախներ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ, որոնք կարող են զսպել այդ պետությունների զարգացումը ապագայում եւ խնդիրներ առաջացնել։ Թեև 3 օր առաջ Թրամփը հրապարակային ասել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի տարածքն է, նկատի ունենալով Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանի վրա, միջազգայնագետը կարծում է դրանք զուտ խոսքեր են։ Միացյալ Նահանգները չի պատրաստվում հրաժարվել Հարավային Կովկասում իր ունեցած ծրագրերից։ Նամանավան Թրամփի կողմից այս տարիների ընթացքում շատ խոսքեր են հնչել, որոնք երբ որ մենք համեմատում ենք այն գործողությունների հետ, որոնք իրականացվել են Միացյալ Նահանգների կողմից, լովին մեկը մյուսին հակասում է։ Հովհաննիսյանը չի բացառում, որ երբ 74%-ով ամերիկյան ծրագիր թրիփն իրականություն դառնա, Վաշինգտոնը հայացքը կուղղի Կենտրոնական Ասիա, որը բացի Ռուսաստանից նաև Չինաստանի ազդեցության տարածքն է։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։